Համենայն դեպս այն, որ Գարեգին Երկրորդը երբևիցե տեսակետ չի արտահայտել ոչ մի իշխանության օրոք, սա կասկած է հարուցում, որ նա օբյեկտիվ անձնավորություն չի, իսկ թե ինչու, դա էլ կրկնում եմ, ձեր տաղավարում խոսեց մի հոգևորական, որը այնպիսի մեղադրանքներ իրեն առաջադրեց, որ դրանից հետո նույն օրը Գարեգին Երկրորդը պետք է նրան դատի տար։ Կամ ասել, որ դա սուտ է, եթե լռություն է, մեզ մոտ ամեն ինչ էլ, այս պատկերացնում իմ հանդեպ էսի մեղադրանքեր հնչեցնեին, կամ սովորական չէ քաղաքական գործ չի, ուր մնաց կաթողիկոսի, բայց լռություն է։ Տիկին Դալաքյան, բայց սա էլ տարօրինակ չէ, որ մի կողմից ասենք իրենք չեն հերքում, նույն Աշակ Սրբազանն էլ չհերքեց, բայց մյուս կողմից ասում են, որ զրպարտում են, սա հարձակում է մայրաթոռի վրա, սրբությունների վրա, այսինքն չեն հերքում, ձեր ասածի պես չեն գնում դատական ճանապարհով եւ այդ իրավական ճանապարհով, միաժամանակ ասում են, սա հարձակում է եկեղեցու վրա, դուք սրբությունների վրա եք հարձակվել։ Բա հենց դա օբյեկտիվ չի, մենք ինչու չենք կարողանում այստեղ, ես էլ հավատացյալ եմ, պաշտպանել լիովին եկեղեցու ինստիտուտը, նույնիսկ արդեն չես էլ կարողանում տարանջատել, որովհետև մի հոգի չի։ Ինչու չենք կարողանում, որովհետև փաստեր չեն ներկայացնում, հստակ մեղադրանք են, էլ ինչ մեղադրանք, դա կոռուպցիայից էլ արդեն անցել է, բարոյական նորմերի խախտումը։